Բարև ձեզ, այսօր մենք շարունակում ենք մեր ոդկասթները, երկրորդ թողարկումն ենք նկարում Պագրատի հետ։ Նախորդ թողարկումը Gen Z էր մեր թողարկման անունը, բայց մենք մի քիչ փոփոխությունների ենք ենթարկել, որովհետև արձագանքներ ունեցանք։ Կապ էին հաստատել Հյուսիսից, հա, փորձում էին, մտածել էին համագործակցության բան է սա, կլիչ է դեպի իրանց։ Մեսիջ ենք հղել իրենց։ Դե բարդ է, բարդից բացի խառն է, ինչ որ ամեն ինչի մեջ մի բան գտնվում է, էլի, ինչ որ թաքնված բան ենք մտածում, բան ենք գտնում, իրանք էլ են բան գտնում։ Հա, դե կոնսպիրոլոգիայից անցած թողարկմանը շատ խոսացինք, տենց կոնսպիրոլոգիան ամենուրեք կա, էլի, տենց թաքնված նշաններ փնտրելը, տենց կարծում եմ առաջի անգամը չի իհարկե, բայց ինչպես վարվենք այս խառը իրավիճակում։ Դե դրա համար որոշեցինք, որ Gen Z-ը, քանի որ ասոցացվում է այլ բանի հետ, հայտնի ռուսական, հա։ Դրա համար որոշեցինք, քանի որ ամեն ինչ շատ խառն է, դες մենք էլ ենք խառը ու չհետևենք մեթոդիկային եւ մենք մեր բանով։ Դե խառը podcast։ Խառը podcast։ Դե իրականում տարբեր բանից ենք միշտ խառն ենք խոսում։ Հա, ու հավաքվելն էլ է շատ խառը ստացում, Հա, ու խառը podcast կդառնա մեր։ Բանը հստակ քանզի եթեր չկա, որ ասենք այսօրը պետքա գրվենք, որովհետեւ հա, տենց համապատրաստից գալիս ենք ու խառը խոսում ենք։ Որովհետեւ բան կա ու խառն է, բայց կարևորը կա խոսալու բան, քննարկելու բան։ Դե բեր այս շաբաթվա եղածները քննարկենք խառը, բայց փորձենք իրար կապել։ Հա, իհարկե։ Որ շատ խառը չստացվի ամեն դեպքում։ Հագեցված շաբաթ էր, տենց շաբաթվա վերջից սկսենք, հա։ Չէ, բեր սկզբից գանք։ Վերջից որ սկսենք տոնածառից եմ խոսալու, ես շատ եմ խորանալու, դու տենց արի սկզբից գանք։ Ես որպես այ։ Համի պարկությունս կանցնի մի քիչ։ Կանդրադառնանք, հա, տենց ընթացքում բան կանանք։ Վերջում կպարկանամ ես, ավելի լավ է, հա, կարող է համել միջև այդ հանգստանա նյարդերս։ Կարող է տոնածառը փոխվի ընթացքում։ Անցած անգամ տենց է։ Կարող միջև նկարենք վերջացնենք, դու հրաշք տեղի ունենամ Գյումրիում։ Դե մեր անցած նկարանման ժամանակ մենք խոսացինք բանակցային փաստաթղթերի։ Ու հրապարակվեց։ Վերջացեցինք դուս եկան ասեցին հրապարակվել է։ Հեռախոսները բացեցիք, եկե հոպ հրապարակվել է։ Մենք ասում ենք որ պետք է հրապարակվի։ Հա, ու տենց Հիմա կարող է դուրս գանք Գյումրի տոնածառը պատրաստ լինի։ Լավ, արի վերջում անդառնանք։ Արդյոք պետք է որ պատրաստ լինի։ Լավ, արդեն ոնց որ վերջացնենք այդ թեման, արի սկզբից սկսենք ինչ որ։ Եվրատեսիլից սկսենք։ Հա, ենթադրաբար։ Դու հետևել ես Եվրատեսիլին։ Հա, ես բացարձակ չեմ հետևել, մենակ մեր երկն եմ լսել։ Մեր երկի շատ էի հավանել, մտածում էի կգրենք։ Հա, ինչ որ շատ sense միառ ժամանակ sense ինչ որ միստիկա կար իմ պատկերացումով, ես որ տես լսում եմ ինչ որ հեքիաթային ու շատ նավագոդնի նաև չէ որ հա այդ ամանորյա տրամադրությունը կար, բայց բացի դրանից այդ երազելու ու այդ մանկական թևերը ես դա տենց եմ էլի պատկերացնում, որ հիմա որ այս թևեր բառը շատ եմ ասում, կարող է հիմա էլ բան Թատրոնի ասոցիացիա։ Ինչ խոսում ես, քաղաքական ասոցիացիաներ կա։ Հա, սարսափելի բարդ, հա, բայց չէ, ես ինչ նկատում եմ, որ այս վերջերս գնացել էի մի ցուցահանդեսի, Կոջյան դպրոցի աշակերտներն էին պատկերել Հակոբ Կոջյանի Հա, ես պետք է ռուսաբան էի, բայց Գերմանիայում էի տիկին։ Հա, Երեմյանի հետ։ Երեմյանը ինձ հուսով եմ չի նեղացել տիկին Երեմյան։ Կներեք։ Չէ, ես ներկա էի, կարծում եմ դա կընդունի որպես նաև քո ներկայություն։ Այտենց ես ներկա էի այդ ազատությունը ինձ ամենաշատը ես այտենց մշակույթից հանրարդարության կերպարվեստից օրինակ այտենց գլուխ չեմ հանում, հա։ Տեղյակ եմ, այտենց Երոնիմում Բոսխից մինչև Գուստավ Կլիմտ այտենց հա համասարանում եմ անցել Լիլիթ Սուրենովնային ջերմ բարևներ եմ ուղարկում իհարկե իմ ամենահրաշալի դասախոսները Բիջայլոց մեր համասարանի, բայց ինչի մասն եմ խոսում, որ Էլի խառն ես խոսում։ Հա, դե տարբերակ չկա, կարծում եմ դե հետաքրքիր է նաև, որովհետև ամեն դեպքում այտենց ուղակի մտքեր էլի այտենց random access memories ամի անում, որ այտենց տարբեր բանից ենք խոսում, բայց երգը ինձ մոտ ու այդ դրա նախորդ օրներ, որ ես այցելել էի այդ ցուցահանդեսը ու տեսա, որ երեխաները ընդհանրապես այտենց Pink Floyd-ի այդ բանը, որ տեսալով ակա այդ Another Brick in the Wall-ը, որ երեխաներին ինչ որ տենց դնում են ինչ որ կախապարների ռամկեքի մեջ, հա, չկար ընդհանրապես
մտքներով ինչ անցել էր, տենց pop art-ից սկսած սյուրռեալիզմով, մի խոսքով ասած շատ ու երկի ինչն է լավը, որ տենց մանկական էր ինքն, տենց սիրո մասին չէ, չէ՞, մեկ էլ հիմա 10 տարեկան երեխաներ ելում են այն բանի մասին էր, որ երեխաները կորսված սիրո մասին իմ իմ սիրտը քո սիրտը կոտրեցի չի։ Բայց այդ երգը ու այդ իմ տեսած ցուցահանդեսի նկարները այտենց միքսվում էին ու այդ ազատությունը ես տենց եմ հիշում հիմա էլ կփորձեն բանան ինչ որ մանկական տրավմաների վրա տանել բայց դե հա կար տենց բան որ ինչ որ հստակ մի խոսքով 4 տեղ ընկանք 4 տեղ ընկանք ու բայց իմ համար բայց նախորդ մեզ հաղթած երկերը ավելի լավն էին հաղթած երկերը դե ճաշակին ընկեր չկա չեմ կասեմ բայց նաև բաներ առաջինից 4 հորիզոնականից զբաղացրած երկացրից 3-ը հայեր էին առաջի հորիզոնականը մեր բարեկամ Ֆրանսիաներ զբաղեցրել տենց բայց հայ չէր չէ նո ինչ իմանա բայց մենք չէինք լինի եթե քաղաքականացնեինք մանկական եվրատեսիլը հա դե օրինակ այդ տեսահոլովակը որ արժանախագահ Ալեն Սիմոնյա տեսահոլովակը հա տեսանյութը որ պարոն Սիմոնյանը շնորհավորում էր, ոչ թե շնորհավորում էր, այլ ողջևորում էր հաջողություններ մաղթում մեր ներկայացուցիչ Ալբերտին, եթե չեմ սխալվում, ու նաև մոտեցել էր սենյակից դուրս եկավ Ադրբեջանի ներկայացուցիչ աղջիկը, ու տենց good luck էր էլի մաղթում, բայց դա էլ դարավ մի հատ տենց պատմություն, որ էս ինչ էր։ Չէր կարելի։ Չէ, բայց դե հենց այդ որ ասում են արժանապատիվ խաղաղություն, արժանապատ իմ պատկերացումով արժանապատիվը ո՞րն է որ տենց թուրք հա դե հենց էտա ոչ մեկ չի կարող այդ հիմնավորումը տա որ ասում են մենք էլ ենք ուզում խաղաղություն բայց արժանապատիվ ասում են արժանապատիվը որ հաղթածը ասում են երևի մեր Չիլնում դա խոսափել, բայց մեն արժանապատիվ խաղաղությունը, իմ համար արժանապատիվ խաղաղությունը դա է, որ դու կարողանում ես գնաս, չես սպասում։ Դու ընդունում ես հաղթանակը, դու ընդունում ես պարտությունը, adekvat ես վերաբերվում իրավիճակին։ Հա ու ոչ թե կտրվում ես հաղթանակի ժամանակ կտրվեցինք իրականությունից, հիմա պարտվել ենք պարտության դեպքում ենք ուզում կտրվել իրականությունից։ Մեզ փորձում են անընդհատ ո՞րն է մեր խնդիրը, օրինակ իմ խնդիրը ո՞րն է եղել պատերազմի թեկում եմ թեման, պատերազմից հետո ես մինչև այդ full քաղաքականացված էի, բայց կուսակցական չեմ եղել։ Խի եմ պատերազմից հետո ես տարա կուսակցականին ու ԿՊ-ի բանով, որովհետև ԿՊ-ն էր որ խաղաղության օրակարգ տարավ առաջ, ու իմ համար դա մինչև 17 թվականից այդ խաղաղության օրակարգի մեջ էր, ու հիմա այն կուսակցությունը, որը իշխող ուժեր ու ինքը հելավ կանգնավ հակից առաջ կանգնավ ասեց, որ մենք խաղաղության ենք գնալու, եղել է ԿՊ-ն։ Ու ԿՊ-ն այդ գիծը տարել է առաջ ու արդարացված է եղել, չէ՞։ Այսինքն իմ մտնելը ո՞րն է եղել պատճառը, որ հերթական անգամ հանկարծ չստացվի նենց, որ որևէ քաղաքական հոսանք, որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական գործիչ այս մարդկանց, այս ժողովրդին էլի խափի, ինչ որ իրականությունից կտրի, նորից պատրաստի բանի վրեժի, եսի ինչի անարդյունավետ ճանապարհով տանի ու հերթական պատերազմը, հերթական արկածախնդրությունը բերի մեր ժողովրդի գլխին։ Մասին որ լինի որ adekvat եթե նույնիսկ պատերազմ է լինելու դա պիտի adekvat որոշումների այսինքն հիման վրա լինի ոչ թե դու այնքան կտրվես իրավիճակից իրականությունից որ այդ այնց արժանապատիվ չգիտեմ հայրենիք Հայաստան չգիտեմ թուրք բանը ինչ էին ասում ապազգային թուրք իմ ճշնամին է բան հիմա լոզունգներով ժողովրդին չտանի նոր աղետների հա բայց դե հենց էտա այդ որ ասում ես թուրքն իմ ճշնամին է այդ տեղից էլ գալիս է մի հատ ուրիշ էլի տենց շատ ակտիվ թեմա որ քննարկվում էր թուրքական շտապօգնության մեքենան որը որ տենց թուրքական չէ Կամիլ Մահիկի բանն էր հա թուրքական համարներով հենց այդ բայց թուրքական համարներով էր թե եվրոպական դե եվրոպական էր բայց չէ ես չկարացա էլ այդ ես ինչքան նկատեցի նման էր այդ եվրոպական կապույտ ես թուրքականը չգիտեմ ինչպես է նույնը բայց այնտեղ տառերն է էլի ասենք խորվաթյան HR-ը թուրքյան TR-ը երևի թե չգիտեմ ես ամեն դեպքում չեմ տեսել այդպես համարները որ ասեմ բայց բան է էլի որ մարդիկ դրոշը տեսել են, ընդ որում Կամիլ Մահիկի դրոշն է դա։ Հա, միջազգային սիմվոլ է։ Հա, ու ընդ որում հայերը հանգիստ մտնում են Թուրքիա, դուրս են գալիս։ Հազարներով գնում են հանգստանալու ու առևտրի, ես էլ եմ Թուրքիայում եղել ոչ մի տենց վերաբերմունք կա, որ դու չես այ մոտ հիմա չիմանան հայ եմ էլի, բան, տենց զգացողությունը չես ունենում երբեք։ Բայց դա ինձ թուրքական բեռնատարները որ գալիս են Հայաստան ապրանք են
բերում այդտեղ էլ ա եղել որ խնդիրներ են առաջացել պատերազմից հետո ես հիշում եմ այնպես կանգնեցնում էին ասում էին պոկի չգիտեմ ինչ արա դրոշը պոկի վրա դրոշը պոկեց օրինակ ըմից համարանիշները ոնց է պոկելու եթե վրան ինքը թուրքական համարանիշ է դու ոնց կարաս դա անես մենք 2007 կամ 8 թվին չեմ հիշում Վրաստանում ենք հանգստանում որոշեցինք մի քանի օրով տրապիզոն գնանք հայկական համարներով, չգիտեմ, գիշեր չեն ժամանակ հայկական համարների վրա դրոշ չկար, ով ուզում էր, տենց ստիկերով կպցնում էր դրոշը, մենք գնացել ենք 2 օր ենք եղել մոտավոր այնտեղ, ոչ մի խնդիր չի առաջացել։ Իմանում էին, դու ես ասում եմ, որ հայ եմ, Էրմենիստան, ես հիմա չեմ ուզում այդ խորանամ թե Թուրքիայի վերաբերմունքը ինչպիսին է հայերի նկատմամբ, բայց իմ համար ցուցիչ այն որ օրինակ հիմա ասում են չէ վայ տեսեք Ադրբեջանում դպրոցներում սովորեցնում են հայատյացություն իրենք բան են չգիտեմ հայատյաց են ինչ ասես հա ինչ ասես ասում են չէ որ բան են ինչ որ աբորիգեններ են ադրբեջանցիները ու վատով են չէ ներկայացնում իրոք դա վատ բան է հիմա նույնը դուք եք անում Թուրքիայի շտապօգնության մեքենայի եթե Թուրքիայից է իհարկե դա շտապօգնության մեքենայի նկատմամբ որը հիվանդ է տեղափոխել ու հիվանդը մեր Հայաստանի քաղաքացի է եղել որին որ բայց որ երկրի քաղաքացի ուզում է լինի BMP չէր թուրքական ինչ որ զինված խումբ չէր շտապ հա որ ինչ փոխվեց բայց մեդիա աղմուկեր դուրս եկել տենց հավեսով էլի ու գիտես ինչ են ասում են բանը ու ախր սնում են այս ամեն ինչը սնում են հատուկ քաղաքական հոսանքները ոչ թե մարդիկ էլ կան այդպիսի բայց քաղաքական հոսանքներն են սնում այդ ամեն ինչը որ թուրքին ճշտամին ասաղորելն ես դու պաստար դու քաղաքական ուժ լինելով ընդդիմադիր տենց երկրորդ տեղի ուժ լինելով ելնես պաստարներ պահես ասես թուրքին ճշտամինը բայց սովորական քաղաքացուն կալումն է դա կլինի հա ու խնդիրը այն է որ այդ մարդիկ տենց բաներ են սնում հետո կանգնում ասում են թե Ադրբեջանում կա հայատյացություն բայց նույնը դուք Թուրքիայի մասով եք անում ընդ որում ու խոսում ենք դες ինչից որ դե մենք դեմ չենք սահմանների բացմանը բայց լուրջ եք ասում որ դեմ չեք բացվի ինչ անենք հա բացվի ինչ անենք մի հատ մեքենա կա հարցակվենք վրան ուտենք այդ մեքենան հետո ինչ դե որ գնանք գանք թուրքերը թող իրանց ներկայացնեն որ իրանք մակեդոնացի են կամ չգիտեմ ինչ են կամ մենք գնանք գանք բանը բայց թուրքական ապրանքները ոնց կան կամ մենք որ գնանք Թուրքիայից ապրանք բերենք ոնց բերենք գնանք սահմանին ավտոփոխենք համապատասխան բերվում է հենց այդ հիմա էլ է բերվում ու իրենք իրենց կառավարման տարիներին երբ որ իրանց ապրանքն ա եղել հատուկ բացել են սահմանը անցկացրել են հա տենց իրանց է պետք եղել այդ վաղ թուրք իրանց ճշնամին չի եղել ու այդ որ ասում էր թուրքի ճշնամինը Facebook-ի ֆրեյմեր են ժամանակ տենց մոդա եկեր չէ ինչ որ բան դնել է այդ ռամկեկ դնել է այդպես ասած ու տենց մի հատ է ես նոր էի բանակից զորացրվել ու տենց մի հատ էլի տենց Facebook-ի այդ ֆրեյմերից կար, որ նկարը ֆրեյմում է իր տենց, մի հատ բան կար, Elite Club, այդ տենց ինչ-որ մոտս բաներ էր բերում, ոսկեգույն, այսպես մի հատ ինչ-որ շրջանակ էր, որտեղ գրած էր Elite բան, յանի new normal-ին դեմ, այսպես ինչ-որ մի հատ բան էր, որ իրանք ինչ-որ էլիտայի ներկայացնում են, այդ նույն մարդիկ է խոսում են Թուրքիի ճշնամին է այդ նույն Facebook-ի այդ Facebook-ով կարելի է ինչ-որ մարդու աշխարհայացքին գնահատական տալ ու իրանք ասում են որ մենք էլիտան ենք, մենք դեմ ենք, էլիտան որ դու հասկանում ես որ իրանք ամեն ինչը կեղծ է այսինքն նա իրանք խոսում են որ Թուրքիի ճշնամին է բայց պարզվում է որ իրանք կառավարման տարիներին երբ որ իրանք է պետք եղել այդ ապրանքը անցկացնել իրենց բերը լավ էլ համագործակցել են Թուրքիայի հետ բացել են անցկացրել են երբ որ ասում են մենք կողմ ենք սահմանների բացմանը, բայց մեր պայմաններով, առանց նախապայմանների, չգիտես ինչի, բայց իրականում պարզվում է, որ այնքան էլ կողմ չեն։ Կողմ են, եթե դա իրենց է պետք, միայն եւ միայն։ Այսինքն ինչ է նշանակում կողմ եմ սահմանների բացմանը, բայց բանը թուրքն ճշնամին է, կամ կողմ եմ սահմանների բացմանը, բայց եթե թուրքական շտապօգնություն մտավ Հայաստան, պետք է վայրենի նման հարձակվենք վրան։ Հա, բայց դա ամենահետաքրքիր գիտես։ Կամ կներես, ասում են բանը խաղաղություն Ադրբեջանի հետ, բայց արժանապատիվ խաղաղություն։ Այսինքն էդ էլ կեղծ, այսինքն իրանց ասած նույնիսկ արժանապատիվ խաղաղությունը, էլ իրանք դրանել են դեմ։ Իրենք ասում են, որ ախպեր չէ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ոչ մի հարաբերություն պետք է չունենանք, նույնիսկ նորմալ հարաբերություններ պետք է չունենանք, նույնիսկ եթե իրենցից վտանգ չլինի, մենք պետք է հարաբերություններ չունենանք, ինչի համար։ Որովհետև դա երրորդ երկրին իրենց կուրատոր երկրին ձեռք չի տալիս։ Պետք է ունենանք, բայց ինչ որ մեկի միջնորդությամբ, այլ ոչ թե Չէ, ինչ որ մեկը պետք է հարաբերվի մեր փոխարեն։ Նույն այս Եվրոտեսիլի թեման, որ խոսում ենք, իրանց օքեյ կլներ են դեպքում, եթե ոչ թե
աժնախագահան ինքը անձամբ գնար եւ զուտ կոնտակտի էր դուրս եկել, չէ՞, երեխայի հետ, այն էլ երեխայի հետ, որ այդ երեխան էլ չէ, օրինակ որ այդ հայատյացությունը կա Ադրբեջանում, այդ երեխան գնաք ասի, գիտեք, ես ինձ եկավ Հայաստանի Իրա մեջ մի բան կոտրվի, չի կարող է պրոպագանդա է։ Գոնե, կարող է, չէ՞, բան փոխվի։ Հա, բայց դե պրոպագանդան էլ դե գործիք է, որ չես կարող։ Այդ եմ ասում, կարող է մտածի, որ կարող է մեր երկրում հայերի նկատմամբ այս ամեն ինչը պրոպագանդա է, ոչ թե իրական, որովհետև իրանց նախագահ եկավ ինձ նորմալ տես բարեկիրթ ձևով քաղաքավարի հաջողություն մաղթեց եւ այլն եւ այլն։ Կարող այդքան է վատը չեն։ Այսինքն, որովհետև ինչ խաղաղությունը կհաստատվի այն ժամանակ, երբ որ ժողովուրդների միջև կա ընկալում, որ իրար չպետք է սպանել, որովհետև եթե ժողովուրդները այդպեսին կալում ունեցան, ղեկավարները չեն կարող ուրիշ բաներ անել։ Ինչքան է որ դա բռնապետական ռեժիմ է, միևնույնն է, իրենք պետք է հաշվի նստեն ժողով, բայց իրենք հակառակը ինչի համար են սնում, որովհետեւ կարողանան ինչ որ իրենց նպատակներն իրականացնեն, որ ժողովրդից հականդեմ բաներ չլինեն, բայց որ դու ժողովրդի հետ աշխատես, այդ բանը փոխվի կոնե հնարավորինս, իրենք չափացուցես, որ այո, մենք բան ենք, աբորիգեն ենք ու չենք ուզում Թուրքիի հետ կամ Ադրբեջանցու հետ հարաբերություններ կառուցել։ Վրաստանի մեր սահմանը որ նայում ես, այդ Մարնեուլիի կողմերը, որտեղ որ այդպես միտուն հայկական է, միտուն ադրբեջանական, մյուս տունը հայկական է, մյուս տունը էլի ադրբեջանական է, կարող է մի 5-6 տուն հայ-ադրբեջանական լինի, 7-րդ նոր վրացական լինի, ու բոլոր հայերը, նո բոլորը չէ, բայց ով որ գնում է Վրաստան, չգիտեմ, Բաթումի, Թբիլիսի եւ այլն, հետ գալուց մտնում է այդ թուրքական ադրբեջանցիների կողմից վաճառվող թուրքական ապրանքներից գցում է իր մեքենան, բերում է Հայաստան։ Հա բոնան, ու դա նորմալ է, ուսա մենք չենք ասում որ բանը, վատ բան են անում։ Լավ, դա նորմալ է, դա ճիշտ է։ Ռուս ուկրաինական պատերազմի սկզբի կոնե 2 տարվա ընթացքում Ուկրաինան Ռուսաստանից գազ էր գնում ու այդ տրուբեկը, որ Եվրոպա էր գնում, Ուկրաինայի տարածքով էր գնում ու ոչ մի ական ոչ մի, չգիտեմ, սնարյադ չի ընկել այդ գազատարի վրա։ Որովհետև դա նորմալ է։ Հացահատիկը ուկրաինական Ռուսաստանով կամ բանով գալիս անցնում էր, այսինքն այդ տնտեսական բաները չէր վերացել։ Հիմա է կարծես չի շատ բաներ մնում են դեռ։ Դե որտեվ դա ռացիոնալ ինչ որ մոտեցում կա, էլի դրա հետ կապված ես օրինակ էմոցիաների վրա հիմնված այդ ամեն ինչը։ Այս պետությունը էլի բան չի, ձեր ինչ է ասում արժանապատվություն։ Արժանապատվությունը պետություն ունենալն է, ոչ թե արժանապատվություն ասելով կործանվել վերանալը։ Դե ինչ որ բանի ինչ որ պատկերացումների տակ է, հիմա սերիալ էր, չէ՞, մի հատ ռուսական տենց ակտիվ բան լինում, տենց տարածում այդ սլովը պացանա։ Այդ տենց ինչ որ տենց պացանսկի հետ ասոցացում այդ մտքերը, բայց ասում եմ նույն այդ ես էլ եմ օգտվել այդ ապրանքներից, Մարնեուլի եւ այդ Սադախլոյի կողմերից եւ խանութներ կային, որտեղ որ վաճառողները վրացիներ էին ու տեսնում էին մեքենան գալի կանգնում էր, հայկական համարներով մեքենա էր, իրանք ավելի վատ կարային վերաբերվեին, քան օրինակ ադրբեջանական խանութում, ինչով էր պայմանը։ Գիտեին, որ ես ԿՊԱ-ական եմ, ինձ լավ էին վերաբերվում, հա, ասում էին դե դու այդ իհարկե այտենց շատ տարօրինակ է իհարկե, բայց նաև գիտես ինչ եմ նկատել, որ օրինակ նույն ես ամառը գնացի Վարշավա, ԵԱՀԿ-ի անցկացված այտենց միջոցառում էր, որտեղ երկու ադրբեջանցի էին, մեկը տարիքով մեծ էր, Իսմայիլ էր անունը, ու եւս մի ներկայացուցիչ աղջիկ էր, որը որ ավելի շատ ես ոնց հասկացա ինքը հարուստ ընտանիքից էր, իսկ այդ Իսմայիլը, եթե չեմ սխալվում, Transparency-ի աշխատակից էր կամ Transparency-ի հետ էր համագործակցում, ինչևէ, ու այդ Իսմայիլը փորձում էր կապի դուրս գալ, բայց սարսափելի վախենում էր, տենց կարող է դուրսը, տենց չեմ ուզում բանա, բայց ծխելուց լինեինք դուրսը, ծխելը վնասակար է առողջության հետ նավսենք, հայ։ Դուրս տենց որ ծխում ենք, ինքն էլ էր ծխում ու շատ որտեղ որ մենք էինք, իսկ Հայաստանից 5 ներկայացուցիչ կար, որտեղ որ մենք էինք, ինքնից սկսեց խուսափեր, բայց դուրս եկավ կոնտակտի, սկսեցինք խոսալ, ասի տես կարող ենք չէ խոսանք, բան, ասում եմ։ Նորմալ նենց անենք, որ մարդիկ ենք։ մնացածն էլ կարնա խոսում, սա լավ հարթակ է, ասում եմ ես շատ եմ, ես իմ մոտ հայկական ծխախոտների մոտ, ասեց հա լավն է, ես ծխել եմ սենց, որտե՞ղ ես ծխել, ասես Թիֆլիզում։ Ասում եմ ես Թիֆլիզում լիքը հայ ընկերներ եմ, իրանք այս ծխախոտից են ծխում, ու տենց օքեյ, բայց մյուս աղջիկը, որը որ տարիքով համ ավելի փոքր էր, համ երևում էր իր վրա, որ ինքը մի քիչ ավելի տենց
միգուցե իշխանություններին պրոպագանդայի տակ ակամել ինքը միջև վերջին օրը տենց ընդհանրապես չէր բանանում ու թեմաներն էլ ընդհանրապես չէր վերաբերվում երկու երկրների տարբեր այնտեղ բալկանյան երկրներից մինչև Բելարուս ներկայացուցիչներ կային ու այդ դասընթացները չէին վերաբերվում երկու տարբեր պետությունների հարաբերությունների մասին, այլ ներպետական հարցերի մասին, որ օրինակ այստեղ այսպես է արվում, այնտեղ այնպես է արվում, փորձի փոխանակում եւ այլն։ Այդպես դասընթացներ էին ու չէր խոսվում ընդհանրապես երկու երկրների հարաբերությունների մասին։ Բայց այդ աղջիկը փորձում էր ամենտեղ ինչ որ ձև Հայաստանին վատ բանով ներկայացնել, թե փորձագետները, թե ներկայացուցիչները ոչ մեկ տենց արձագանք չէին տալիս, ասում էին, հա, օքեյ, բան, ու ամենահաճելի պահը իհարկե այդ ամեն ինչի մեջ էր, դա տենց թշնամանք չի, դա մրցակցությունը, հարևանների մրցակցությունն է, որ փորձագետների երևի զգալի հատվածը նայում էին մասնակիցների ցանկը ու ասում էին այս այմա բան ենք ասելու Հայաստանի մասին, հայերի դուրը գալու է ու տենց ընդհուպ միջև մեր վրացի հարևանների դուրը ընդհանրապես դա չէր գալիս, նաև ադրբեջանցիների դուրն է դա չէր գալիս, բայց տենց շատ հաճելի էր, ստացել ասում են այ Հայաստանը մեծ զարգացում ունի ընտրական process-ում, չգիտեմ, ու տարբեր էլի խոսքի ազատության, ժողովրդավարության հաստատ։ Բայց այս թեման ոնց որ ամփոփելով այդ աղջկան ես տենց մի շաբաթ ձեն չէի հանում, մի շաբաթ տև այդ ամեն ինչը արդեն վերջի օրներ որ չեկաուտ էինք լինում հյուրանոցից, այդպես հերթի մեջ իրար հետ էինք կանգնած, դուրս գալուց ասացի քեզ բարի թռիչք անգլերենով իհարկե, հուսանք մի օր խաղաղություն կլինի, այդպես կտրուկ հալվեց ու խառնվեց իրար Մոլդովայից աղջկա հետ էր մի հատ կանգնած, այդ մոլդովացին սենց ոնց ասեմ, սենց զմայլված նայում էր, որ այ տեսեք ինչ լավ է բան, բայց ինքը շփոթվել էր էլի, որտեղ ինքը չէր սպասում, դե ենթադրաբար այտենց իքրել պատկերացրել, որ ես ձեռս սխմեմ իրա, կարողա ձեռը ջարդեմ կամ պոկեմ գցեմ հետ ստանեմ Հայաստան, չգիտեմ, ասենք որպես տրոֆեի բան ասեմ, տեսեք ինչ եմ արել։ Ես արժանապատվորեն պահեցի եւ հայի այո, ու հետո այդ աղջիկը բան էր անում։ Instagram-ով follow տվեց ու այդ օգոստոսի 8-ի ստորագրման արարողությունից հետո ինքն էլ տենց post-ում էր, որ խաղաղություն է դե բարդ է իհարկե տարիների վեր սրսկված այդ ամեն ինչը։ Հա, նորմալ է, երկու կողմից էլ կա այդ իրանց մոտից ավելի շատ, հա, գիտենք, նորություն չի, բայց հիմա ինչ անենք դրա դեմ տեղատոմսը ո՞րն է։ Դրա աշխատել պետք է, ոչ թե ասես իրանք վсё հայատի աս թուրք չգիտես ինչ են, բերեք փակենք բրցնենք։ Շեփտի դարա հետ աշխատես։ Այդ նյութի հետ դի աշխատեն։ Ոչ թե պաշտպանել։ Փապկեսնել, չգիտեմ, փոխել Ցույց տալ որ չէ ժողովուրդ ջան, պաշտպանությունը դա հարցակումն է։ Հիմա եթե մենք էլ նույն ձև մեզ պահենք ու ապացուցենք որ մենք էլ ոչինչով տես լավը չենք։ Միչև ուր, լավ։ Ու ճիշտ էին ադրբեջանական իշխանությունները այսքան տարի, ճիշտ են որ մենք բան ենք թուրքատյաց, ադրբեջանատյաց, չգիտեմ ինչ։ Հա, նենց է իրանք էլ հա բնականաբար շատ բաներ ունեն, որոնք որ ապակառուցողական են։ Բայց հակառակ բանն էլ եղավ է, որ Գերմանիայի տեսփանը վարչապետ Փաշինյանի այցի ընթացքում դու ականատես եղար դրա։ Հա, ես ականատես եղա, որ ինքը, գիտես ո՞րն է հետաքրքիր, որ ասես ներկայացնում են պանելային քննարկում, մեր դիտողների համար ներկայացնենք, եթե չեն տեսել, պանելային քննարկումը վարչապետն անստած, հարց ինքը ելույթից հետո վարչապետը պետք է հարցերի պատասխանի ու վարողը հերթով հարցերին հավաքում, ասում է դու հարցեր կտակ, ինքը ասում է Գերմանիայում Ադրբեջանի տեսփան ու դետն դա սպասում եք որ ու մի քանի օքի հարց է տալիս, հետո այդ հարցը հավաքվում է ու վարչապետը պատասխանում է։ Մեկ էլ մեջից մեկը ասում է բանը, ներկայացվել էր Գերմանիայում Ադրբեջանի տեսփանը ու մեկը ասում է բարի գալուստ պարոն վարչապետ հայերենով, ասում է բարի գալուստ պարոն վարչապետ Գերմանիա։ Ես մտածում եմ շփոթել են երևի Հայաստանի տեսփանը, բայց հետո ասում եմ որ Հայաստանի տեսփանը Վիկտոր Ենգիբարյանն է ու Վիկտորի ցենը չի, պարոն Ենգիբարյանի ցենը չի, ասում բայց ինձ ասում դու մի րոպե դա ով է, ասում ու ներկայացնում են Գերմանիայում Ադրբեջանի դեսպան չեմ հավատում, ասում եմ կողքից վրում եմ, ասում եմ Ադրբեջանի դեսպաններ հայեր ու շատ մաքուր հայերեն է խոսում, համարյա առանց ակցենտի, ասում Ադրբեջանի դեսպաններ, ասում հա, ու հետո շարունակվում է հարցից հասկանում որ իրոք Ադրբեջանի դեսպաններ հայերենով ողջունում է վարչապետին ու իր հարցը ձևակերպում, այսինքն այն հակառակ թևից էլ կան այտենց բաներ, ինչի՞ որ մենք հալվեցինք, վայ, բարեկամացանք, բան, չգիտեմ, բայց այտենց է կառուցվում։ Հա, բայց պետք չի աչքերս։ Միտեղ վատ բանն ենք նկատում, որ
ապակառուցողական վարկագիծ է դրսևորում Ադրբեջանը, միտեղ կառուցողական ենք տեսնում, այտենց պետք է գնա, այս որ ասում ենք խաղաղությունը հաստատվելու պետք է մենք խնամենք խաղաղությունը, դա է ենթադրում, որ վերջնական ամեն ինչ բան չկա, բայց մենք պետք է խնամենք, որ դա դառնա կայուն, մշտական ու հարատև։ Բայց պատկերացնում ես, որ Իլհամ Ալիևը օրինակ գնար Գերմանիա ու նույն Հայաստանու Վիկտոր Եգիբարյանը օրինակ գնար ադրբեջաներենով ինչ ես չեմ ուզում պատկերացնեմ նույնիսկ ինչ էր տեղի ունենալու, որովհետև այտենց Facebook-ը ու ընդհանրապես բոլոր սոցցանցերը կարելի էր մոտակա 3 օրը այտենց մյուտ անել, երբեք էլ չբացել։ Ամենաշատը դες ինչից էի տխրել։ Ապա Ազատություն ռադիոկայանի ամփոփիչ, շաբաթվա ամփոփիչ այդ ռեպորտաժ ասեմ թե թողարկումից այդ հատվածին էլ իրենք անդրադարձել, դենց անցումը լավ է ինտերվել լրագրողական տեսանկյունից, որ նայում ես շատ սիրուն էր անցումը, բայց շատ տհաճ էր իրենք անդրադարձել հայերենով խոսելու պահը, ու ընդհանրապես այդ ամբողջ ռեպորտաժը սկզբից մինչև վերջ, եթե չտեսնեի ես Ազատության լոգոն, կմտածի, որ 5-րդ ալիքի սակազն ու լուրջ եմ ասում, 5-րդ ալիքում երևի կերազ էին։ Հիմա ես չեմ ուզում ուղղակի Ազատությանը այտենց շատ անդրադառնանք, որովհետև մի տեսակ կոռեկտ չի, որ ես եմ անդրադառնում Ազատությանը, բայց ու այս ընթացքում որ ամբողջովին այդ քննադատությունները հնչում էր մեր թևից Եվրոպամետ իր կողմ ունեցող փորձագետների ու գործիչների կողմից Ազատության շատ հաճախ ես մտածում եմ որ շատ այդ քննադատությունը Ազատության նկատմամբ կարելի է ճիշտ է իրանք այտենց խնդիր կա բայց կարելի է փորձել թողնել տեսնել կարող է մի բան բայց ահավոր է բայց կոնտենտն է որ նայում ես այն ժամանակ այտենց տարատեսակ կոնտենտ կար Ազատության կողմից ինչ որ հետադարձ հայացքներով տարբեր իրադարձություններին, որը որ մեծ հաշվով կարևոր է, էլ օրինակ առաջին A1+-ը ունի, չէ, ուներ, այսինքն օրագիրը, որից որ ես շատ բան սովորել եմ, որի հետ կապված շատ ինֆորմացիա եմ ստացել, թե ոնց է եղել 97 թվականին, 6 թվականին եւ այլն։ Ազատությունն էլ այդպես շատ հետաքրքիր բաներ հաղորդաշարներ, չգիտեմ, տարբեր թեմաների շուրջ, էլի, պարտադիր չի դա լինի իշխանամետ ինչ որ բան, չէ, ընդհանրապես ինֆորմատիվ։ Հիմա դա մնացել է ինչ որ այդ քո ասած 5-րդ ալիքի level-ի ինչ որ բան ու ես էլի էի նկատել տես մի կոնտենտ ու դες սաղից մոտ հիմա քննադատում ենք մկասում փա քո կոնտենտը տեսել ես հա ուրիշ է հիմա գիտեմ որ այսինքն կուսակցական մամուլը բոլորը գիտեն ես ուրիշ տեղից փող չեմ առնում ուրիշ բան պրոպագանդում չէ օրինակ հա չեն բայց ինչ կոնտենտ էս վերջի շաբաթվան ամփոփում էր բայց բոլոր աղետալի ասում եմ չեզոք բան չկար այդ նյութի մեջ որ չեզոք լիներ ոչ քաղաքական ոչ իշխանական ոչ պրոիշխանական ոչ անդիմադիր ասում ահավոր էր հետաքրքիր չի նույնիսկ վարչապետի այդ սրտիկը Մոսկվայից որ Լյուբյանկայի շենքի չդես ինչ բան ասում Եմ որ 5-րդ ալիքը կերազ էր նույնիսկ 5-րդ ալիքը կամ իմ մահիկին էլ էին անդրադարձել մեքենային բայց սա թեմանին անդրադարձել էին բայց շատ խայտարակ կոնտեքստ ուստեղից փոխեմ թենա փակեցինք չէ այս թեման փոխելով կամ ինչին որ այդ Ազատության այդ ռեպորտաժի մեջ առաջին նյութը վարչապետի այդ պատարակներին մասնակցելու թեման էր ու այն ժամանակ որ Հովանավանքում էինք գնում այդ մասնակցում այդ պատարակներին ինչ էր ասում էին կեղծ պատարակ չէ պատճառը նա էր որ տերարամը կարգալույց եղած է հետեւաբար պատարակը կեղծ է այս մյուս պատարակները հերիք չի որ կարգալույց եղած հոգեվորականներ չկային մի բան էլ արքեպիսկոպոսներ էին մասնակցում այդ բանի չէ ոնց եղավ որ ձեր արքեպիսկոպոսը կամ ձեր կաթողիկոսը այս արքեպիսկոպոս չի կամ այդ ոնց եղավ որ կաթողիկոսին քննադատելը նշանակում է հարցակում եկեղեցու վրա, բայց 10 arczepiskopos քննադատելը եկեղեցու վրա հարցակում չի, օրինակ էլի, բայց հələ դրանք դա էլ տնեմ մի կողմ, ու մեն այս Ազատության ռեպորտաժի մեջ գիտես ինչ ասում, ասում այսպես կոչված պատարակին, այսպես կոչված։ Ինչ է։ Ասենք այսպես կոչված ժողովուրդ։ Չէ, ես հիմա միջև անդիմադի մամուլում հանդիպում է որ այս պատարակներին ասում են կեղծ պատարակ։ Տրամաբանությունը անհասկանալի է, բայց հասկանալի է թե ինչու է 5-րդ ալիքը կամ 160 AM-ը ասում կեղծ պատարակ։ Օքեյ, գիտենք ով է իրենց փող տվողը, ֆինանսավորողը,
նորմալ է, հա, կամ իրենց քաղաքական, ես ավելի նրբացնենք, իրենց քաղաքական ճաշակ է, որտեղ է դրա համար են իրենք կեղծ պատարագ որակում, բայց Ազատությունը չի ասում, այսպես կոչված պատարագին մասնակցում էր վարչապետ Փաշինյանը։ Եկա ճաշակա փոխվել է, միշտ չի որ կարելի է ճաշակները փոխվում են, բայց մի քիչ ամեն դեպքում այդ ազատությունը հենց ազատության սիմվոլ է եղել, այդ Ամերիկայի ձայնը, ես ինչքան որ լսել եմ ավակ սերնդից, այդ Ամերիկայի ձայնը դա ԽՍՀՄ ժամանակվանից մնացած այդ բանն էր, ալտերնատիվ ինֆորմացիա ստանալու միակ միջոցն է եղել, հա, ու դա ինչ որ շատ դժվարությամբ այդ հասանելիությունը ու Եվրոպայում էլ այդ Radio Free Europe-ը, այդ սոցիալիստական բլոկի ներկայացուցիչ երկրների, տենց Չեխիայից սկսած մինչև մնացած երկրներով շարունակված, ինքը եղել է այդ ազատության ձայնը լսելն է եղել ու հիմա դա ինչ որ sense ձևափոխվել, դե եկեք գոնե անունը փոխեք, անունը մի դրեք ազատություն, որ հա, որտեղ մարդկանց մոտ է դա ասոցիացիա է առաջացնում, որտեղ միշտ իմ պատկերացումով ազատությունը եղել է չեզոք առանց ներքաղաքական իմաստով ակնհայտորեն չեզոք է եղել, բայց հիմա դες ոնց է ուրիշ հարց դու չեզոք ես բոլորի հանդեպ, բայց այս դեպքում ինքը չեզոքա բոլորի հանդեպ բացի -1 հա էլի տենց տեխնիկով աշխատում, բայց չէ, մին չեզոք չի բոլորի հանդեպ Ես իշխանություն։ բան եմ այդ unsubscribe եմ եղել ամենից տենց։ Չէ, ես ուղղակի չեմ ուզում հիմա տենց ինչ որ հստակ քաղաքական բան մատնանշեմ իրենց բանում, իրենց քաղաքականությունում, չեմ ուզում նշեմ, բայց ես հասկանում եմ որտեղ է ցապիչում։ Ինձ թվում է շատ-շատերը գիտեն թե որտեղ է ցապիչում քամին, բայց բեր այդ մասին չխոսամ։ Կարևորը քամին փչեց եւ մաքրեց Երևանի աղտոտված օդը ու այդտեղ էլ ես տենց դրական տենդենս նկատեցի, որ այն մարդիկ ովքեր որ մեկ շաբաթ առաջ տենց ռեսպիրատորով նկարներ էին գցում ու վայ, ես չտեղ ունեմ, հակառակը որ արդեն այդ դաշիկներով արդեն կանաչ էր դարել այդ ամեն ինչը, որ դրական ֆիդբեք էին էլի տալիս, որ լավին լավ, վատին վատ։ Չէ, բայց նայի, այստեղ մի հատ նյուանս կա։ Ես հիմա նորից էլի պրիզիրացը, չէ, հայ ռուսերեն ասած հայերեն ոնց է պրիզիրացը։ Պրիզիրացվել չի։ Հա, կպնում ես։ Հա, կպնում եմ։ Բայց այն ժամանակ ոնց էր, ասում էին քաղաքային իշխանությանն էին, չէ, թիրախավորում, որ հա ու իրոք խնդիր կա, որ քաղաքական իշխանությունը անելիք ունի այստեղ, դա միանշանակ է։ Բայց հիմա որ քամին եկավ մաքրեց։ Ու դա էլ է ճիշտ։ Բայց հասկանալա պետք, որ քաղաքային իշխանություններից չի մենակ կախված օդի աղտոտվածության թեման ու մի գործողությունով հնարավոր չի այդ հարցը լուծել ու ամենակարևորը որ այս քաղաքային իշխանությունը չի արել այնպես որ Երևանի կեղտ աղտոտված է։ Սա տարիների մեր կուտակված մեր խնդիրներն են, որը նաև կանխատեսեինք պետք է դա ու կանխարգելիչ քայլեր անեինք, որը չեն կարել ժամանակին։ Ու թե մեր իշխանությունը 2018-ից հետո քաղաքային, թե դրանից առաջ եղած իշխանությունները չեն արել կանխարգելիչ գործողություններ կամ հետևանքները վերացնելու միջոցառումներ չեն կազմակերպել, այսինքն մի ավինյան տենց չի էլի։ Դե հա, որտեվ իմ կարծիքով բնապահպանական թեմաները մի քիչ բարդ սենս չեն էլի, արեցիր վատ հետևանքներով կամ արեցիր դզվեց։ Հիմա այդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ ռելոկանտները այստեղ որ սկսեցին այդ միջոցառումները կազմակերպել, այդ շաբաթօրյակ դա չկոչենք, որովհետև շաբաթօրյակ արտահայտությունը ես ուղղակի այդպես թրիգեր է համար, էլի, որ գեր սովետական բան է այդ միջազգային սովետական թեման մի օր արժի քննարկել, բայց դա երևի առանձին մի հատ ոդկաստ Ինչ թեմա։ Սովետական միությունը առհասարակ որպես Հայաստանի, որտեվ ես, բայց երկրորդ հանրապետություն։ Հա, այդ դրա հետ կապված է մի հատ արժի քննարկել, բայց այդ հիմա որ անցնենք կարող է 3-4 ժամ տևի, հա, դրա համար այդ կանաչապատման հետ կապված, մակրության հետ կապված այդ ռելոկանտները որ սկսեցին այդ process-ները անել, հա, օքեյ, իրանք եկան, արեցին, հա, բայց մենք գոնե պահենք, ես դրա վրա չեմ պատկերացնում, դա ոնց կա այդ աղտոտելը նոր է սկսել այդ ինչ որ ձև դա հակագովազդվել այդ մեքենաների վրա փակցում են չէ որ ես չեմ աղտոտում բայց դա նոր է սկսել բայց դա նոր պետքա չսկսել այդ ամեն ինչը պետքա նորմալ լինի դե ուզում ասեմ մեր արածի մեր չարածի հետևանքն է այս ամեն ինչը ոնց որ մեղադրել քաղաքային իշխանություններին թե ընդհանուր իշխանություններին հա օքեյ մեղադրեք բոլորն է ինչ որ իրանց բայց ամեն մեկը պետքա ինքն իրանից սկսի
իր շրջապատից սկսի քարոզի դա, որ նայ դու ես աղբն է ու հասկանալ, որ նաև Երևանի տեղադիրքն էլ կապված, որովհետև, ասենք, ոչ մեքենաները վերացան, ոչ շինարարությունը վերացավ, բայց օդը մաքրվեց։ Հա, հենց դա դե այսօր գործակարգավարականների ժամանակ քաղաքապետը դրան անդրադարձավ, որ մեքենաները ասել եք չքշվի, չէ՞, մի քանի օրը, բայց չենք ասել եք շինարարությունները կանգնացրեն, չէ։ Դե մաքրվել է, ուրեմն աղտոտվել էր էլի որոշակի առումով ոչ մեզնից եկող հանգամանքներից ելնելով։ Հա, բայց անելիք լիքը ունենք։ Թե կատալիզատորների հարցը, հա դե դա, չգիտեմ, թե շինարարությունների ցանցերի հարցը, այրելու, չայրելու պահը, բացանքերի պահը, որ քաղաքից դուրս են, իհարկե դա հենց այս քաղաքային իշխանության խնդիր չէ, մարզային երևի շատ, հա, բայց բերում լսում են Երևան այդ, այսինքն գլոբալ այսինքն դրա համար ասում, մի բանի խնդիր չէ, որ այս մի հարցը լուծես լուծվի։ Գլոբալ մի քանի քայլանի հարցեր են ու կարող այդ քաղաքային իշխանությունների թեմայով գանք հասնենք տոնածառին ու եզրափակենք, թե արանք ուրիշ թեմա ունեինք։ Դե թեմաներ շատ կան, կախված են նրանից։ Բայց տոնածառը քննարկենք, եթե մնաք քննարկենք։ Նորի։ Տոնածառի հարցը։ Հավանեցիչ Երևանյան ամանորյա տրամադրությունը։ Շատ։ Հա։ Ու նկատել ես, որ 2018-ից հետո մեր էլի ռուսերեն բառ պետք է օգտագործել, շատ տիպուկ ասում, պես պրոմախ էլի, որ միջոցառումները անվրեպ միջոցառումներ հենց մշակութային միջոցառում ալինում մենք անվրեպ իդեալական իրականացնում ենք ու շատ ճաշակով։ Հա, հենց դա այդ բանը չկա էլի այդ տաշտմբլ վիճակներով այդ եթե տաժիկա էդ էլ է շատ սիրուն արվում։ Դե այդ ամեն ինչին էլ ինչ որ բան կա էլի այդ ոսկե միջինը կա որ գտնելու ու գտել են այդ միջինը։ Հա, ու ասենք այդ ամեն ինչը այդ ամանորյա տրամադրությունը, որ օրինակ տես օրերը կրճատվեց նոր տարվա տոների, բայց վերաիմաստավորվել է այդ ամեն ինչը, դեռ շատ իմաստ է տրվել դրա մեջ, որտեղ ձևը փոխվել է, փոխվում է բովանդակություն։ Խմել ասելով նկատի չունեմ, էլի գազավորված ըմպելիքներ խմել, հենց խմել ու ինչ որ բաներ դառը, նպատակ էր դառը։ Թունավորումներով գնալ հիվանդանոց։ Բանը վերջացավ, տարին վերջացավ։ Պետքա սա նշել հիվանդանոցում, ասենք ինչ որ աղիքային թունավորումներով կամ չգիտեմ ինչերով։ Ալկոհոլային, հա, ցանկացածով, որտեվ վերջում էլ դեպրեսիայով գնալ կորձի, որովհետև 7 օր հետո մոռացել ես։ Ես հիշում եմ մոռացել ես ոնց էին աշխատում։ 10-12 օր միջև, էլի, այսինքն 9:30-ից միջև 10, ես հիշում եմ տարի, որ միջև 12-ն է ոնց որ թե արդյոք եղել, այս տարիներ եղել են, բայց հենց այդ հիմա կասեն եվրոպական արժեքներ եք բերում, հա բայց ասենք որ դա եվրոպականը ինչ, մենք ինչ որ բան ունենք ավանդական, դե ինչն է, չէ, հիմա դա էլ են փորձում կպնեն, որ դա օտար է մեզ, այդ Christmas market-ները որպես Christmas, ոչ թե որպես նոր տարի, բայց այդ նոր տարուն էլ է կարելի երկար անդրադառնալ, նոր տարին որպես տոն ոնց է հայտնվել առհասարակ Հայաստանում ու այդ քամին էլ ուրիշտեղից, հա, այդ երկար է տևելու, այդ քամին էլ ուրիշտեղից փչում ու այդ տոնը փորձում են բան անեն, դեմոնիզացնեն, որ ինչ եք ուրախանում, մի ուրախացեք, չի կարելի տխրել։ Հա, այս նախորդ մի քանի տարին այդ կար պատերազմից հետո, բայց այս տարի ոնց որ չկա, չէ՞։ Ինչ եք տոնածառ լոկալ կա, էլի, դե տենց բանը փողոտայք բանը աշմանդամություն ունեցողներին պատերազմից սովածներին կարալինի, հա, կարալինի, բայց տենց ավելի շատ ես այդ բաները ենթադրությունները ավելի շատ անում եմ տենց տարբեր ոչ։ Չնայած հիմա բանկան են, մի քանի ժամանակ անցնի հետաքննող լրագրողները կասեն, թե ինչքան փող ծախսեց Երևանի քաղաքապետարանը, ինչ կարելի էր անել այդ փողով, ում կարելի էր տալ այդ փողը։ Դե եթե դրան տեսել ես ինչ լեփլեցուն էր հրապարակը, կարծում եմ դու որպես գյումրեցի բարի նախանձով նայում ես մի քիչ։ Մինչ Երևանում տոնում էին գլխավոր Եղևնն ու վառելու միջոցառումը եւ ընդհանրապես քաղաքի լուսավորումը Գյումրիում դեռ ասում եմ եփում էին այդ հարիսան, հիմա դեռ մեր տոնածառի կմախքը հավաքում էին։ Վստահ եմ մարդիկ այսօր ցանցերում տեսել են, թե որ փուլ են հասել Գյումրիում այդ տոնածառի տեղադրման աշխատանքները, կմախքն են հավաքում։ Անցած տարի որ իրադարձությունները սկսվեցին, որ Գյումրին փաստացի մնացել էր առանց ղեկավարի,
եթե ես չեմ սխալվում, կառավարությունը տոնածառեր չէ հատկացրել։ Այո, գիտես ոնց եղավ դա, ու շատ նյուանսներ կան, որ շատ բան է։ Ուրեմն ես Ավագանի այդ ժամանակ Ավագանու անդամ էի ու որոշում կայացրեցինք, որ 70 միլիոնի կարգի փող պետք է տրամադրենք Ավագանուց քաղաքային բյուջեից, որպեսզի նոր տոնածառ գտնենք, լուսավորության համար գումար հատկացնենք, որ այդ տարին գեղեցիկ նոր զարդարանքով, նոր տոնածառով դիմավորենք, ու մրցույթ պետք է տրվեր, բայց Պալասանյան դաշինքը սահմանված ժամկետում մրցույթը չէր տրել ու հեռացել էր քա։ Այսինքն ժամկետները ամբողջովին անցել էին եւ այլն ու ռիսկ կար, որ քաղաքը կմնա առանց տոնածառը, որովհետեւ Ավագանի որոշումը կայացել է, բայց մրցույթներ չեն հայտարարվել։ Ու ինչ եղավ բոլորի սրակը որ այ ՔՊ-ի պատճառով քաղաքը մնում է առանց տոնածառ։ Պալասանյանի մրցույթը չհայտարարել, ՔՊ-ի պատճառով լինի։ Հա, դե իշխանազավթում, բան, տենց այդ տերմիններ օգտագործելով, բնակես 3 տարի Գյումրիում ինչ 3 տարի, 18 թվականից ասում են իշխանազավթում ոբշեմ։ Ու վերջը ՔՊ-ի շնորհիվ, ի վերջո ՔՊ-ի շնորհիվ, հա, այնտեղ տոնածառ եղավ, որովհետև կառավարությունը 20 միլիոն, շուրջ 20 միլիոն դրամ հատկացրեց, տոնածառ գնեց, նվիրեց քաղաքին, շատ նորմալ տոնածառ է սիրում։ Եկավ Վարդան Ղուկասյանը, տարավ ոնց տարավ Ռուբեն Մխիթարյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Կարեն Սիմոնյանի համար ջանքերի շնորհիվ դարձավ քաղաքապետ, որոնք որ չէին համագործակցելու իրար։ Հələ մենք էինք իրան վերում իշխանության, հետո Վարդան Ղուկասյանը չի լինելու քաղաքապետ։ Մի խոսքով դարձավ քաղաքապետ ու որոշեցին, որ փոքր է այս կառավարության առած տոնածառը մեծ չի, մեծ պետք է եղնի, մեծով չէ, սիրուն չէ։ Ու դե մեծ չէ։ Հա, մեծ պետք է եղնի, բայց մեծ չի, ես տենց չեմ։ Շատ մեծ չէ, այս եղածի պես մեծ չէ, շատ մեծ չէ։ Եղած կա, որ եղածինի պես լինի։ Եղած կա փաստորեն, ուրեմն նախորդ տոնածառը, որը 15 եւ ավել տարվա երևի տոնածառ է, մի անգամ է կարծեմ շուրա եկել, ոչ ծուրա կանգնում ու շատ ցանցար, շատ գեշ տոնածառ է, մենք պետք է ասենք, հա, գեշո ժողովուրդ, ցանցար է, որովհետեւ ինքը sense բաներ է երկաթից սարքած, բնական եղնի է դրվում է դրա շուրջ ու ամեն բանի դե արանքը այսքան բան է մնում։ Նայում ես հետևը երևում է։ Հա, դե Երևանում էլ էլի դրանից միշտ։ Երևանի նախորդ տոնածառը շատ ավելի սիրուն էր, որովհետեւ նկատնեմ 2000-ականների սկզբերին 5-6 այդ հա, իսկ սրանից առաջվա տոնածառը Երևանի սիրուն տոն ինքը այս մեր տոնածառը Գյումրի ոնց որ հավասարացնում հավասարակողմ ներողություն հավասարակողմ Երանքյունին է որ կողմերը հավասար են, այսինքն sense չի ինքը, այս sense-ը։ Ոնց որ հավասարակողմ Երանքյունի լինի։ Մի խոսքով որոշել որ այդ հին վթարավդանք արդեն տոնածառը պետք է 20 քանի միլիոն դրամ նաև դրան տան, վերանորոգեն, որ լույսի հետ համասնի վայրեն, հա։ Ու այդ ծուր տոնածառը, ցանցար տոնածառը, որ մեծ եղնի։ Ճանդամ որ ցանցար է, ճանդամ որ ծուր է, ճանդամ որ գեշ է, հին է, կարևորը մեծ եղնի։ Իսկ կարծում ես որ դա մեծի հետ է կապված, թե արժանապատիվ տոնածառը։ Չգիտեմ։ Ադալժին արևեստը ձեզ լինի ձեր տոնածառը, կարա տենց լինի։ Դե Գյումրիին արժանի չէ այդ կառավարության Հա, դա նկա։ տոնավիրած տոնածառը, հա։ Որ դա տոնածառի հետ է կապված, թե քաղաքական ինչ որ տենց Եթե քաղաքական իմաստ ունենա, ապա պետք է իրենք բանից դոտացիայից է հրաժարվին, որովհետև Գյումրիի բյուջեի 4 միլիարդ դրամը կառավարության տված դոտացիան է։ Էլ չեմ ասում սուբվենցիոն աշխատանքները, որ կառավարության տված համաֆինանսավորման պատերի ունեն։ Դա ոչինչ, դե լավ է։ Այսինքն դա անեցել չի, որ ներողություն կառավարությունը տենց ինչ որ բան բոլորին տալիս է ու պետք է տալիս է նաև Գյումրիին։ Այսինքն տոնածառը դե հրաժարվես ինչ է թե ինչ անուն ինչ ես տնում որ հրաժարվես չէ մեր հին տոնա Վարդան Ղուկասյան պրոստը եւի նոստալգիա ունի իր հին իր ժամանակվա տոնածառն է եղել չի իր տոնածառը տնեն չգիտեմ նա տենց աբսուրդ բան է որ այդ հին տոնածառը բերել են հերիք չի դու ավելի լավ կիմանաս հա այդ հին տոնածառը բերել են հերիք չի մի հատ էլ ժամանակին արդեն դեկտեմբերի 15-ն է ես չգիտեմ երբ կթողարկենք ու եւ վստահ եմ որ թողարկի 5 օր հետո է որ թողարկենք ես հաղորդում եմ Էլ չեմ ասում, որ քաղաքում լուսավորություն էլ չի բանարվել, տոնական լուսավորությունը չկա։ Հեչ չի որ տոնածառը չկա, այդ քաղաքային լուսավորություն։ Ինչ որ տոն կար, չէ՞ որ տոնի հետ կապված Գյումրու օրներ թե ինչներ որ տենց չէին ուզում նշեին, ինչա թե բան դե ինչ որ մենք քաղբանտարկյալներ ունենք, ոնց տենց ինչ որ մի հատ բան հիշում եմ։ Վարդան Ղուկասյանը ասում էր, որ սրբազանն է բանտարկված, քաղբանտարկվաններ ունենք, չգիտեմ ինչ, բայց գիտես որն է ամենը նաև բանը։ Ռուբեն Մխիթարյանի ճորռոմ խոսքերը։ Ումն էս Ռուբեն Մխիթարյանը որ ճորթվում է, մենակ ճորթվել գիտի այդ մարդը։ Այդ ընտրությունից առաջ ասում էր բանը։ Իր հիմնական
բան մի անգամ Վարդաբառը անցկացրել Գյումրիում իր կազմակերպված նա եղել, բայց բոլոր գյումրեցիները այդ թվում եւ ես այդ միջոցառում այնքան ենք ռոպագանդա 2019 թվականին էր կարծեմ պատերազմի շատ առաջ քաղաքական ոչ մի թեմաներ չկային այդ բոլորը դասված ենք այդ միջոցառումը գովազդելու ռոպագանդելու հա համար ու տես սիրուն միջոցառում է կազմակերպել Գյումրի հիմա ինքը վերագրել է իրան որ բացառապես իր ջանքերով բանման ու ինքը ասում էր որ պետք է միջոցառումները Գյումրիում այնպես անցկացվեն, որ կլոր տարին միջոցառումներ լինեն, թաղամասերում տարբեր ծայրամասային թաղամասերում մենսի կոմբինատից մինչև չգիտեմ տնական ավանների միջոցառումներ լինեն, տուրիստներ կան, չգիտես ինչ, իր ողջ այդ նախընտրական այդ ծրագիրը միջոցառումների մասին էր։ Հիմա ինքը Աբագանու անդամ է, Աբագանու խմբակցության ղեկավար է, պլյուս ինքը ըստ էության դաշինք է գործող իշխանության հետ քաղաքային, որովհետև ինքն է ընտրել այդ քաղաքապետին, առանց իր ցայնի չէր ընտրվել Վարդան Ղուկասյանը։ Ու հիմա էլ իրանք իրենց քվեակություններով են ապահովում, որ Վարդան Ղուկասյանի որոշումները անցկացվեն, թե չի անցկացվի։ Վարդան Ղուկասյանը այդքան քվե չունի։ Ու այս մարդը պատասխանատու լինելով Գյումրի թե արվածի, թե չարվածի համար, որ ասում էր միջոցառումներ, սովորական տարական նոր տարվա միջոցառում չկա կազմակերպված լուսավորություն, տոնածառ, չկա գոյություն չունի։ Հիմա այդ ճորթվում է պարոն Մխիթարյան, ճորթվում է մենակ, ու հիմա մինչև այդ ճորթվում է։ Գնաց է բան էր անում, պատարակի օրը, Գյումրիի պատարակի օրը, Բագրատ ու Միքայել arczepiskopos-ների բաներն էր, պաստառներն էր, ու գոռում էր։ Այդ գոռալու փոխարեն մի տոնածառին տեր եղի, նայենք ուր հասավ այդ տոնածառը։ Քիչ կա, որտեվ լավ չի։ Հիմա ու մեկ էլ գիտես որը, որ ասում են անցած տարի որ ասում են ՔՊ-ի պատճառով Գյումրին տոնածառ չի ունենալու։ Բա հիմա այդ աղաղակողները ուր են, քիչ են ասում որ Վարդան Ղուկասյանի, Ռուբեն Մխիթարյանի, Մարտուն Գրիգորյանի, Կարեն Սիմոնյանի պատճառով Գյումրին դեկտեմբերը կիսվե անցել է, տոնածառ չունի, քաղաքային տոնական լուսավորություն չունի։ Դե ես ուրիշ բան իմացնեմ, ասում դու ինչ ասես ճիշտ ես ասում, բայց իբոտնես տպավորությունա որ լավ չի ուրախ լինելը։ Դա խնդրեմը ապրելը լավ չի։ Պետքա մի անգամ դաշնակցական Քրիստինե Վարդանյանն էր, չէ՞, ասել որ Հայաստան ապրելու համար լավ նո ասում էր հա բանը լավ ապրելու Բելգիա կապրենք էլի դե հենց այդ եմ ասում ստեղ պիտի բանանես մազապուստ լինես պայքարես տանջվես միշտ հուզված լինել միշտ տխուր դեպրեսիվ լինել չէ՞ բան այդ էգզիստենցիոնալ ճգնաժամի մեջ լինել ինչպես ապրելու խնդիրը նես Բելգիայում կուշտ փորով կապրենք էլի ստեղ հենա մազապուստ պիտի լինես ստեղ պիտի պայքարես մեկնաբանելու բանը չկա ուղղակի որտեվ ուրեմն այդ դեպքում իրանք պետքա երբեք չգիտեմ ծնունդ ինչ որ հենց դա դավեր շատ ինչ որ աղանդավորականության է դա տանում է չէ ախր գիտես խնդիրը ո՞ն աղանդավորները այդ քո ասած գոնե առերևույթ ո՞ն ինչ որ ռոպագանդում են տենց էլ ապրում են այս մարդիկ սա ամենը կեղծ է իրանք մեզ քարոզում են ուրիշ բան իրանք ուրիշ կյանքով են ապրում իրենք քարոզում են որ Թուրքիան իրենց ճշտամին է Թուրքիայի համար Թուրքիայի սահմանը բացում են իրենց ապրանքները բերելու համար իրենք քարոզում են որ պիտի սոված փորով ապրել բայց ամենաճոխ դղյակներն են գցում իրենք քարոզում են որ Հայաստանը վատ վիճակում է որովհետև մենք բանակ ենք պահում բայց իրենք այդ ընթացքում բանակից շատ բյուջե են ունենում իրենց ընտանիքները ու տենց շարունակ դա նորմալ չի, բայց արդեն սովորել ենք այդ ամեն ինչին, բայց դա այդպես սովորելով չի սահմանափակվելու, մենք պետքա դրա մասին խոսանք ու այդ դրական օրակարգն է պետք իմ կարծիքով մտցնել, որ հա մենք հիմա տես ինչ-որ բաների մասին ենք խոսում, որը այդքան էլ պոզիտիվ չի, բայց մենք հենց դա խոսում ենք պոզիտիվի մասին, որ պետքա պոզիտիվ լինել, այդքան նեգատիվ ու այդքան միշտ sense ու կիտած հոնքերով, որ օй, բաս բանը գրկես, ծառը գրկես լացես, այդտենց իրավիճակ է, ինչ է ես ընդհանրապես հաշտ չեմ եւ այդտենց ասում եմ, այդտենց սկսեցինք մեկ ինչից սկսեցինք, տես այդ Եվրատեսիլից սկսեցինք, անդրադարձա ես ցուցահանդեսին Կոջյան դպրոցի կողմից կազմակերպված, որ ասում եմ, որ լի էր գույներով, այդ ամեն ինչը պետքա լինի ու պետքա շատանա ու հենց այդ կապելով մեր նախորդ թողարկման հետ այսինքն կարանք ասենք Բագրատ որ հույս կա երիտասարդության վրա կարանք հույս տնենք միանշանակ ոչ թե հույս կա այլ դες ոնց է իրանք արդեն իրանք իրանց մասին են մտածում այլ ոչ թե այն ժամանակ այդպես բան կար չէ որ երիտասարդությունը մեր ապագան է բան չէ ապագան չէ իրանք հիմա ինչ որ գործ են անում իրանք արդեն այնց
ես այդ մի դեպքի մասին եմ խոսում, բայց արդեն երեխաները ընդհանրապես կաշկանդված չեն ոչինչից, էլի, այսինքն ուզում են դա անեն, անում են, ինչ որ մեկի դուրը դա չի գալիս, դա իր արդեն սուբյեկտիվ կարծիքն է։ Այ որ ասեցիր, գիտես ինչ հիշեցի, Հապա։ որ մենք պետք է անդրադառնայինք, այտենց իրար հետ որ խոսում ենք, ինչից խոսանք, այդ նաև որոշել ենք, որ Հայկ Մկրտչյանից խոսենք, ինքն էլ երիտասարդ է, բլոգեր է ու որոշել էր, որ ինքը չպետք է գովազդ անի քաղաքական կուսակցությունից մեկին, ինչա թե իրան փող են տալի դրա համար։ Եթե ինքը դրան չի կիսում։ Դες մի բան է, չէ՞։ Ու հարցակվել են վրան, թե բա, հիշում ես դու 2005 թվականին ինչ որ բան ես արել։ Թիվը չեմ հիշում, բայց հարցն էր, որ Boom TV-ի հետ էր դա կապված, այսինքն դա իքը զուտ փաստեր էր ներկայացնում, ինքը ասում էր գնալու ես մոտավոր եմ ներկայացնում, որովհետև ես լավ չեմ հետևել ինչ ա եղել։ Ինքը բլոգեր, վիդեո էր թողարկել, որտեղ ասում էր, որ կուսակցությունից մեկը, տենց անուններ չէր տալիս, բայց տարբերակները շատ են կամ շատ չեն։ Շատ չեն իհարկե, բայց այդ նույն բանի մասին է, էլի տարբեր այդ մի բանի ուղղության տարբեր տնակներ են, որոնցից որ մեկը կարողա դուրս եկած լինի, ասած լինի, այ Հայկ, դե Հայկը բավականին փող ունի այդքան շատ, որ Հայկ, չնայած չես կարող ասես։ Շասաղին ունեն։ Շատերն են, էլի, ցավոք սրտի բայց ակնհայտ է ամեն դեպքում։ Ու տենց ասել ներկայացնել, որ ոմն մի քաղաքական ուժ եկել է ու տենց երևի թե մեծ գումարներով փորձել է իրան քաղաքական գովազդի պատվեր անի։ Հա, ինչը որ դե մեծ հաշվով նորմալ է, դե եթե դու կոնտենտ ստեղծող ես, կարան գան քեզ չեմ սուշիից միջև քաղաքականություն պատվիրել։ Ու եթե հարես այդ հայացքների քեզ համար նորմալ լինեն, կարաս անես, խի չէ։ Հա, բայց արդեն քո ճաշակից է կապված, մարդկա կարող է ասի։ Ինքը ինչ էր պատասխանում։ Չէ, գիտես, ես բան չեմ սիրում, բուրգեր չեմ սիրում, չեմ ամեն։ Կամ ես մսակեր չեմ կարող Հա, ինքը ասել էր, որ ոչ, ես չեմ վաճառվում, ես կոմենկոմ, դե ինքը իր տեսակետն է ներկայացրել։ Ու ինչ էին, մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր, տենց ես տենց իրանց այդ բլոգերային սուտի բաները չեն, անաչառները, որ իրենք քաղաքականացներ չունեն սուտի, լավին լավ, վատին վատ ասող սուտ, բայց մենակ նեգատիվը տեսնողն են։ Հա, իրանք դե ինչ որ բաներ ունեն, տենց այդպես ասած ճորկեք ունեն, միջ բլոգերային, ես չգիտեմ, դա դրանից հա թե դրանից չի, բայց դες մեծ ալիք էր գնաց, որ դու բանին, բայց ԿՊ-ին էիր վաճառվե ախր ինչ որ մի քանի տարի առաջ ու ինչ որ մի հատ վիդեո են տեղադրում, որտեղ որ ինքը ոչ թե ասում է գնացեք ընտրեք ԿՊ-ին, ասում է որ գնալու է մի սերունդ, որը չի տեսել 2008-ի մարտի 1 այդ վերակենդանացումները զոմբիների ովքեր որ գալիս էին հիմա այդ զոմբիին կկրկնեն ուժ մեռած մարդիկ որ քվեակում էին մահացած մարդկանց ովքեր որ դուս էին գալիս եսին ոնց ու ցուցակում արդեն իրանց մոտ ստորագրած էր եւ քվեարկած էր ընտրակաշառքների վերաբերյալ մի խոսքով ինքը խոսում էր նորմալ ընտրություն անցկացնելու մասին ես բայց գիտես ո՞նա բանը Ֆրեդի Պահով բանկա չէ ասում հա Փաստորեն մարդը որ ասել է ժողով նորմալ ընտրություններ պետք է անվել, որովհետև մարդիկ կան, երիտասարդներ կան, որ չեն տեսել որ մարտի 1 ա եղել, որ ընտրակաշարք ա եղել, բան, իրանք ասեն, ահա, եթե դու ասում ես որ ընտրակաշարք չտեսած մարդիկ են ընտրելու, դու պրոպագանդում ես ԿՊ-ին, այսինքն իրենք անկախ իրենցից ընդունում են այն փաստը, որ ԿՊ-ն նորմալ ընտրությունների մասին է։ ԿՊ նշանակում է նորմալ ընտրություններ, որ ԿՊ-ն ընտրությունները չի կեղծում։ Հասկանում ես դու իրենց ենթագիտակցություն իրենք անգամ։ Բայց ամենավատն է որ բլոգերը Հայկը բազմիցս անդրադարձել է քաղաքացիական պայմանագրին ու քննադատել է բավականին կոպիտ ձևերով որ որում անընդունելի բաներ է քննադատել որ մենք համաձայնել չի կարող չնես իր քննադատության հետ տենց հա բանավեճի լավ թեմա է եղել որ դու կարայիր մտնել ասել չէ տենց չի սխալ ես ներկայացնում տենց չի բայց դե տենց քանզի մենք մի քիչ ավելի քաղաքականացված մի քիչ բան չի լինի էլի նույն քաշային կատեգորիան չի էլի չքաղաքականացված մարդ պետք է սկսես քաղաքականությունից խոսալ ես տենց չեմ միջամտել օրինակ բայց շատ եմ տեսել որ բավականին նույնիսկ գրեհիկ լեքսիկոնով է դա արվել ինչը որ հերքում է դժվար մենք փող տայեք ինչ որ մի բլոգերի որը տենց 3 ամիս առաջ մեզ գրեհիկ ձևով էր վերաբերվում հիմա տենց բան ու իչոն մտեք գտել են այդ վերջերս չի եղել էլի դա 2021 տարի առաջ է եղել ու տենց թիրախավորել էին ինչը որ հա դե նորմալ է հանրային մեզ էլ են հիմա բալիբում ինչ որ մեկը չէ բայց դու աժեկների մասին այլ ես ամեն ինչը խոսում այսինքն եթե նայ մեզ ինչ ասես կապտում չէ հանրապետականացել եք արդեն նախկինից չեք տարբերվում ինչ բայց նայ ո՞րն է էլի որ
այդ մարդը մտե ասել է անուն չտալով ասել եմ ես չեմ վաճառվում քաղաքական այդ կոնտենտը չեմ անելու ու հարցակվել են այդ կոմից իրա վրա բայց երբ որ մեր մասներ ինքը վատ բաներ ասում ոչ մի չի հարցակվել իրա վրա չենք ասել ոյ նա բանը նախկիններից է սմբել թալանչի աչքին չէ որ մեզ անդադ ներկայացնում որ յանի իշխանությունը ով ինչ բան ասում նախ կապում է նախկինների հետ բայց այդ կապերը չլինի մենք ո՞նց ենք կապելու նախկինի հետ ով էր որ ասել էր որ ժողովրդավարությունը լավ բան չի ես դեմ եմ որ Միքայել Աջապայանը հա ու իրանց բաններ չէ ինչ որ մի պահ դարել էր հավաքական բանդից տեխնացու ու հետո բանդից էլ Էջմիածնի ընտրությունների ժամանակ բան էր անում ասում էր գնացեք ձեր արժանապատվի քվեն բան իրավագիտակից դա ամեն ինչ կապելով հայկի այն միտքը որ ընտրությունները լինելու են արդար հա արդար են ընտրությունները գնա քվեարկի չգիտեմ Տիգրան Խզմալյանին կամ Խաչիկ Ասյանն էլ էր չէ տեխնացու հա դա արդեն ճաշակին ինքեր չկա ինքը դրանով ընդունում էր որ այսինքն ինքը չէ իրանք ովքեր որ թիրախավորում էին հայկին փաստացի ընդունում են որ հա եթե դու արդար ընտրությունների կողմնակից ես ուրեմն դու ժողովրդավար ես ուրեմն դու ԿՊ-ի կողմից ես եւ ժողովրդավարությունը վատ բան է այ նիկոլական այ ուտեից դուս է գալիս այն ամենը ինչ որ պետք է հասկանալ մեր ընդդիմության մասին բայց կարծում եմ որ մենք գիտես խոսալու ենք կարող է ավարտենք չէ այսքան ու տենց անցածի տենց արձագանքներ տենց ոնց է եղել դու ընդհանրապես հետո վատը չէր ես շատ կոչեմ արձագանքների ծավալից հա ոչ թե որակից հուսանք այս անգամ ավելի շատ կլինի հա դե ու տենց էլի խառը ստացվավ դե հա դե ուրիշ ամենա իդեալական ֆորմատն է կարծում եմ խառը խոսալը բայց ամեն դեպքում ես դրական շատ բաներ եմ կարծել ինձ այս հաղորդումը ավելի լավ դուր եկավ քան ցանցածը ասենց քանի որ տենց անկեղծ ալիվ ու բան չենք անում ինչ որ նախատեսած ոչինչ չենք նախորդ բան անում չէ տենց քննարկում ես բարի դու կասես ես էլ որտեվ մտքիս ինչ եկել է խոսացել ենք ու իմ համար օրինակ ոդկասթի ամենա տենց կարևորը որ ինձ գրավում է այդ ոդկասթը լսելու որ դա անկեղծ է էլի ու բան ասենց որ կաղապարներից դուրս են սենց չես նստում ցանկացած բանի տենց կարանք եվրատեսիլից միջև խորը քաղաքական թեմաներ եվրոպականից միջև եվրատեսիլից միջև Միքայել Աջապայանի հայտարարությունը եւ տոնածառ այո բայց կանդրադառնանք այդ ամեն ինչին հաջորդ դասին կհանդիպենք հաջորդ